Հայաստանում ոչ թե խաղաղություն է, այլ չպատերազմ, իշխանության վերարտադրությունը կնշանակի Ադրբեջանի պահանջների նոր ցանկի հրապարակում, հայտարարում է այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը։ Մինչ իշխանությունը թմբկահարում է Ադրբեջանով ու Վրաստանով ցորենի բեռնափոխադրումը, վերլուծաբանների քաղաքական գործիչների գնահատականները միանշանակ չեն։ Առաջին մի քանի գնացքների այդ ճանապարհով գալուց հետո իմ տպավորությամբ Ալիևը կոշտացնելու է իր պահանջները միջանցքի վերաբերյալ։ Ուղղակի ասելու է, սա գործելու համար դու պիտի այս պարամետրերով միջանցք տաս։ Իրենք շատ հանգիստ եւ հետ են քաշվելու եւ Տրամպի ձևակերպումներից եւ մյուսի, եթե նրանք տեսան, որ Հայաստանում ոչինչ չի փոխվում, ապա գնալու է պահանջների կոշտացում։ Օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան բանակցությունները խաղաղության իրական երաշխիք չեն, Ադրբեջանի գործողությունները դա չեն վկայում։ Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Արտակ Զաքարյանն է մեկնաբանում։ Հայաստանին ասում է միայն այնտեղ են հրավիրում, ուր ստորագրելու բան կա։ Նա նկատում է Արցախը կորցնելուց հետո Հայաստանի անվտանգային միջավայրը թուլացել է։ Զուգահեռ 5 տարի է մեր երկիրը անվտանգության հայեցակարգ չունի։ 4 հատ պաշտպանության նախարարին ունեցել, 4-ն էլ տարածք են հանձնել։ 4-ն էլ խոսում են բանակի բարեփոխումից, չգիտեմ, ուժեղանալ, ավելի մարտունակ լինել, ավելի ուժեղ լինել, ավելի, չգիտեմ, համեմատում էին նախկին բանակի ինչքան վատներ, իրանք ինչքան լավն են, բայց տարածքները որ կորում են։ Պաշտպանական կարողությունները, որ չեզոքանում է, զրահանում են։ Պետության կազմաքանդում արժեքային դեգրադացիա է ընթանում։ Այլընտրանքային նախագծեր խմբի քննարկմանը ցավով նկատում է ընդդիմադիր падգամավոր Լիլիթ Գալստյանը։ Ամենացայտուն դրսևորումներից մեկը այսօր այն ասպատակությունն է, որը իրականացվում է գործող քաղաքական խմբակի կողմից հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, բայց նրանք ճանապարհ են անցել։ Եվ ըստ էության, ես ասում եմ կազմաքանդում եւ թիրախում մեր ինքնությունն է, բարոյական ամբողջ արժեհամակարգը, հայ մշակույթը։ 2026-ի համապետական ընտրությունը Հայաստանում ապրելու մեր հնարավորության մասին է, կարծում է Վահե Հովհաննիսյանը։ Մենք ուզում ենք, որ եկեղեցին լինի ավելի վեհ, ավելի լուրջ գաղափարների կենտրոն, ինչպես դա եղել է դարերով, թե մենք ուզում ենք եկեղեցին լինի հարցակումների եւ գռեհիկ այլ արշավի կենտրոն, սա էլ ընտրություն։ Եթե ընտրվի այս ճանապարհը լինելու է դա, մենք ուզում ենք, որ ամեն օր երկրի թիվ 1 աշխատասենյակից դուրս գա ագրեսիա, դուրս գա քաոս, եւ դա ամբողջ պետական համակարգի վրա ազդի, թե մենք ուզում ենք, որ երկրի թիվ 1 աշխատասենյակից եւ բոլոր աշխատասենյակներում լինի պարզապես աշխատանքային մթնոլորտ, ինչպես մենք ունեցել ենք եւ վստահ եմ ունենալու ենք։ Արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանը ստեղծված իրավիճակից դուրս գալու բանաձև է առաջարկում։ Դիվանագետը ազգային ուժերին համախմբման կոչ է անում։ Միասնական ճակատով միայն կարելի է հաղթել այն ուժերին, որոնք այսօր գրավել են Հայաստանը։ Իրենք շատ հստակ ծրագրով, շատ խելացի եւ շատ թիրախային խփում են այն բոլոր հիմքերին, այն բոլոր մեր հենասյուներին, որոնց վրա խարսխված է հայությունը եւ հայաց պետականությունը։ Ինչ պատկեր կլինի ընտրությունից հետո միայն կարելի է կանխատեսել, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի տվյալով հասարակության զգալի մասը չի ուզում, որ այս իշխանությունը վերարտադրվի։ Եթե մեր քաղաքական վերնախավի շրջանակները ակտիվ բացի այս ֆորումներից նաև շփվեին հասարակ մարդկանց հետ, ապա իրանք ուղղակի շոկի մեջ կհայտնվեն, թե ինչ աստիճանի է փոխված հանրային տրամադրությունները։ Գալիք խորհրդարանական ընտրությունը Հայաստանի լինել չլինելու մասին է համարում ընդդիմադիր падգամավոր Էլինար Վարդանյանը։ Հասարակությունն ասում է պետք է քաջ գիտակցի, թե իր քվեն ում է տալու։ Փորձում են համոզել, որ գնում են խաղաղության, բայց տեսնում են, որ այդ խաղաղությունն էլ այնուամենայնիվ տեսանելի չէ։ Ունեն մի փաստաթուղթ, որը նախաստորագրված է ըստ էության, այդ փաստաթուղթը չունի որևէ երաշխիք եւ դրան զուգահեռ մենք տեսնում ենք Ադրբեջանի այսպես ծավալապաշտական հայտարարությունները։ Հետևաբար այս պարագայում խոսել խաղաղության մասին միամտություն է, այս իշխանության խաղաղությունը դա կապիտուլյացիա է, որովհետև իրենք շարունակում են գնալ ցանկացած
ունեցած զիջումների, միայն թե Ադրբեջանից ստանան մի փաստաթուղթ, որով որ կհամոզեն մեր հանրությանը, մեր ժողովրդին, որ բերել են խաղաղություն։ Իրականում դա այդպես չէ։ Իրականում չկա որևէ երաշխիք եւ դա պետք է գիտակցի մեր հանրության յուրաքանչյուր անդամ։ Մեր երկրում բոլորը խաղաղության եւ ապաշրջափակման կողմնակից են, բայց ավելի կարեւոր է թե ինչ գնով ենք հասնելու։ Նպատակներն ու միջոցները պետք է adekvat լինեն ու համապատասխանեն ազգային պետական շահերին, ասում է Ռուբեն Կարապետյանը։ Այսօր արտաքին քաղաքական բոլոր հայտարարությունները, բոլոր գործառույթները, բոլոր զարգացումները ունեն մեկ նպատակ՝ ուժեղացնելու այս իշխանությունը եւ դրանք աշխատում են ունիսոն հավասարաչափ եւ համաչափ աջակցությամբ նաեւ դրսի այն կենտրոններից, որոնց մասին մենք այստեղ խոսեցինք։ Այսինքն մենք հատել ենք մի հատ կարմիր գիծ մեր ներքին քաղաքական հարցերը դրսի միջոցով լուծելու։ Եվ սա անթույլատրելի է։ Հաջորդ տարի ընտրված իշխանությունը պետք է զբաղվի այսպես կոչված չպատերազմ իրավիճակի կառավարմամբ, պարզաբանում է Վահե Հովհաննիսյանը։ Կոպիտ սխալ է համարել, որ ամեն ինչ վերջացած է եւ կա կայուն խաղաղություն, եւ կոպիտ սխալ է, որ մտածել, թե հաջորդ որևէ իշխանություն կգա եւ կտապալի խաղաղության process-ը։ Ամենևին ցանկացած իշխանություն, որ գա հաջորդը, ինքը պարտավոր է լինելու հաշվի նստել իրականության հետ, իրողությունների հետ եւ իր ունակության, գրագիտության, փորձի շնորհիվ անցնել այս չպատերազմ իրավիճակի կառավարման հետագա։ Մինչև նոր ընտրություններ քիչ ժամանակ է մնացել։ Ընտրություն պետք է այսօր անել։ Քննարկման մասնակիցների խոսքով ցանկացած ընտրող պետք է հասկանա, ինչպիսի Հայաստանում է ուզում ապրել։ Իզաբելլա Հովհաննիսյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։